արած, որտեղից որ խոսել է Զելենսկին եւ սպառնացել է Մոսկվայից։ Սա դե գնահատականները ակնհայտ են, կարող եմ ասել, որ այդպիսի լարվածություն աջողական գնում այդպես ձևակերպեն։ Լարվածությունը հայ-ռուսական գնում է։ Այո, աճում է։ Ձեր ժամանակին է թե պարոն Հարությունյան բողոքի նոտ ահղել, այդ ժամանակ էլ էր, այսինքն ճգնաժամային իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում։ Այո, այն ժամանակ էլ հարցեր կային առանձին, բայց այն ժամանակ այլ նոտ էր եղել եւ կոնկրետ հարցերի շուրջ էր խոսակցությունը գնում, որոնք, ասենք թե իրանց տեսակետից վնասում էին հայ-ռուսական հարաբերությունները, բայց մենք մի մասը դա հարթել ենք այն ժամանակ եւ դա շարունակվել է։ Հետագայում եւս եղել են լարվածություններ։ Դա լինում է միջպետական հարաբերություններում, նույնիսկ 91 թվից մինչև եղել են լարվածություններ, բայց դա բնական է, բայց մենք այդ արձագանքել ենք, ինչ որ համարել ենք, որ դա ճշգրիտ գնահատական է, լուծել ենք այդ հարցը, ինչ որ համարել ենք ոչ, համոզել ենք իրանց եւ այդպեսի դեպքեր եղել, որ իրանք են սխալ ընկալում ունենում, դիվանագիտությունը դրա մեջ է։ Հիմա այս պարագայում այն ինչ որ եղավ, որ առաջի դեմքը Պուտինը հանդիպման ժամանակ վարչապետի ներկայացրեց այն խնդրումը, դա եղել է առաջի անգամ, կարելի ասել դա մի իրավիճակ էր, երբ որ դա գնահատվում էր, որ առաջի անգամ հայ-ռուսական հարաբերություններ։ Նաև հիմա, այնպես որ ես ձևակերպեցի, գնում է լարվածությունը աճելով գնում է։ Պարոն Հարությունյան, եւ Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի խաղաղության երաշխավորը, ինչպես նշում է իշխանության որոշ ներկայացուցիչներ։ Չէ, առանձին մարդկանց կարող է, Հայաստանի չէ։ Ինչպես են նման հայտարարություն անում։ Ով է անում։ Դե իրանց հարց տվեք, ես պատասխանեցի։ Առանձին անձանց կլինի, կտան երաշխիք։ Ոնց որ եղել է ցեղասպանության ժամանակ, առանձին մարդկանց փրկել են, չէ՞։ Բայց ընդհանուր ցեղասպանություն են իրականացրել, նույնը հիմա է։ Չի կարող լինել պետությունը, որի հետ դու ունես ռազմական անմիջական սպառնալիք, իսկ դա է դիվանագիտության հարաբերությունների բացակայություն, զորքերը կանգնած են սահմանում, երբ որ տարածքային պահանջներ կա քո հանդեպ, իսկ դա ըստ ռազմական գիտության, որը կոչվում է անվտանգություն, կոչվում է անմիջական ռազմական սպառնալիք։ Ընտրություններից հետո այդ լարվածությունը ինչի կարող է հանգեցնել։ Որտեղ։ Հայ-ռուսական լարվածություն ընտրություններից հետո նոր ինչ-որ էտապներ կանխատեսում եք։ Իհարկե կանխատեսում եմ, ընտրությունից հետո կախված թե ընտրությունները ոնց կանցնեն, ինչ ուժեր կլինեն, ինչ քաղաքականություն կշարունակվի, իսկ դուք, ես ձեզ ասեմ, իմ փորձից, ընտրություններից առաջ ամեն մի պետության քաղաքական էլիտան կողմնորոշվում է, դա շատ իհարկե ես չեմ ընդունում, բայց տենց է, թե ինչպիսի անել ում պետության հետ, ինչ պետության հետ հարաբերությունները ավելի սերտացնել կամ կոնֆլիկտի մեջ մտնել, որպեսզի հաղթանակ տանեն։ Դի ժամանակավորը նույնը Ուկրաինայի հետ է եղել, ես դրա ականատեսն եմ, երբ որ ընտրություններից առաջ գալիս էին Ռուսաստան, խնդրում էին գազի գնի իջեցում, երդում էին տալիս, որ իրանք պրոռուսական գիզ են տանում, հետո գնում էին հաղթանակը տանում էին ընտրությունների ժամանակ։ Նույնը կարծում եք մերոք են անում։ Չեմ կարող, ես ասում եմ ինչ որ կարող է լինի։ Կարելի է կարծում, որ դեպի եվրոպական ինտեգրման գնացող այս ճանապարհը լավ տեղ չի տանում, ինչպես ռուսական կողմից հայտարարություններ են, ռուս պաշտոնյաների կողմից են։ Չէ, նայած այդտեղ ինչ խնդիր են, ոնց են ձևակերպում։ Ճանապարհը մենք դեպի Եվրոպա գնացել ենք շուտվանից։ Եվրամիություն ԵԱՏՄ-ին ձևակերպում ճիշտ է։ Չէ, Եվրամիության անդամակցությունը դա այլ հարց է։ Դեպի Եվրոպա մենք Եվրոխորհրդի անդամ ենք։ Պետք է ճշգրիտ գնահատել հարաբերությունները հայ-ռուսական, հայ-գերմանական։ Մենք հարաբերություններ ունենք, իրանք մեզ համար սպառնալիք չեն։ Հասկանում։ Հայաստանի իշխանությունները ասում են, որ Եվրամիություն ԵԱՏՄ ընտրություն մի օր հնարավոր է անելու առջև կանգնած ենք մենք։ Այո, ասում են, եթե հակասի մենք այն ժամանակ որոշում կընդունենք։ Նույն այդպես որոշում պետք է ընդունվի հանրաքվեով, ինչ որ ես երեկ եմ ասել, որ այն հարցերը, որոնք կրում են ազգային բնույթ եւ վերաբերվում են ողջ ազգին,
պետք է որոշում ընդունի, եթե ժողովրդավար պետությունը հանրակրվեով։ Այսինքն Հայաստանի իշխանությունները քաղաքականություն են վարում դեպի Եվրամիության ինտեգրման, հա, այդ ուղղությամբ։ Այս քաղաքականությունը կարծում եք լավ տեղ չի տանում, ինչպես որ ռուս պաշտոնյաներն են օրինակ ընդգծում։ Ռուս պաշտոնյան մի բան են ասում են իրանց հիմնավորումը, ես դրա մասին չեմ խոսում, ես չպետք է մեկնաբանեմ Զախարովային, ես կարծում եմ հետևյալը, որ մենք մեր ճանապարհը դեպի Եվրամիության անդամ դա չի բերելու անդամակցության։ Ինչի, որտեվ Ուկրաինան, որը ունի մեծ նշանակություն Եվրոպայի համար, իր հարստությունները, իր հումքը, իր աշխարհակաղակական դիրքը, եթե իրան չեն ընդունում, ապա Հայաստանը, որը գտնվում է հազարավոր կիլոմետր, հասարմանուն են իրանց հետ, հազարավոր կիլոմետր, եւ Վրաստանի տարածքով պետք է անցնենք, Վրաստանը, եթե չի դառնում, երբեք Հայաստանը չի դառնա։ Թուրքիան 50 տարի է սպասում, Թուրքիան, որը վերահսկում է նեղույցները Բասֆոր դարդանել, չեն վերցնում, պետություն, որը ՆԱՏՕ-ի անդամ է, երկրորդ բանակն է, հասկանում եք, երբ որ մենք ասում ենք անդամակցություն, դա քո ցանկությունը քիչ է։ Իսկ Հայաստանին ավելի շատ վնաս կտա, թե օգուտ է ճանապարհը ձեր կարծիքով։ Ճանապարհը դեպի ուր։ Դեպի այդ կետ, որտեղ արդեն պետք է որոշվի Հայաստանի կընդունեն Եվրամիություն, չեն ընդունի Հայաստանի պաշտոնյաները բարձրագույն մակարդակով ասում են, որ մենք մեր ստանդարտները կհամապատասխանեցնենք Եվրամիությանը, այդ պահին կորոշվի, բայց այստեղ մեկ այլ հարց է առաջանում, այդ ճանապարհը մենք անցնելիս եւ պետք է այդ ստանդարտները համապատասխանեցնենք, մյուս քաղաքական հետևանքներով հանդերձ սա մեզ ավելի շատ վնաս կտա, թե օգուտ։ Հայաստանի ֆակտորը հաշվի առնելով։ Հիմա չէ, դուք ճիշտ եք ասում։ Եթե դու գնում ես մի ուղությամբ, որը հիմա գոնե ակնհայտ պարզ է, չէ, որ Եվրոպան թշնամի է Ռուսաստանի համար եւ դրա մասին հայտարարում է Ռուսաստանը։ Եթե դու գնում ես այդ ուղությամբ, ապա դու պիտի հաշվի առնես բնականա, թե ինչ կանի Ռուսաստանը այդ պարագայում։ Հասկանալի է, չէ։ Ինքը հանգիստ չի նայելու դրան։ Ինքը պաշտպանվելու է, չէ։ Պարզ է։ Ինչի կբերի դա մի հատ, բայց ես ուզում եմ դες Իհարկե հնարավոր է, եղել է այդպես բան։ Հիշենք 91 թվի կալցո օպերացիան։ Հիշենք, ես դա մասնակիցն եմ եղել, ոչ թե կազմակերպել եմ, այլ դրա դեմ պայքարել եմ։ Կալցո օպերացիան։ Ուրեմն նայեք, վարչապետը ինչ է հայտարարում։ Մենք գնում ենք դեպի այնտեղ, то есть իր միտքը հասկանանք։ Այն ինչ չի միանշանակ, որ ինքը ասում է մենք պիտի մտնենք, չի ասում այդպես։ Ինքը ասում է մենք գնում ենք դեպի այդ ճանապարհով, կընդունեն մեզ լավը, չեն ընդունել, մեկը մենք շահում ենք։ Ինչ առումով շահում ենք։ Ստանդարտները կմտցնենք, то есть մեր մակարդակը, տնտեսության, չափանիշները կլինեն ավելի լավ, մենք շահում ենք դրանց։ Բայց այստեղ խնդիր կա մի հատ, օրինակ Ուկրաինայի պարագայում, պիտի ոչ թե միայն խոսես, այլ մի հատ համեմատես այլ պետությունների փորձը։ Ուկրաինան, որպեսզի անցներ եվրոպական ստանդարտների, իրան մոտավորապես 150 միլիարդ դոլար փող էր պետք։ Անցնել ամեն մի գործողություն, ամեն մի որոշում իր մեջ պարունակում է ֆինանսական ռեսուրս եւ մարդկային եւ այլ ռեսուրսներ։ Այնպես որ մենք այս ձև ենք գնահատում իրավիճակը, որ սա է այսօրվա իշխանության քաղաքականությունը, դա մենք մնում ենք, դուրս չեն գալիս, հապկը սարացրել ենք, հայ-ռուսական հարաբերությունը պահպանում ենք, դեպի Եվրոպա գնում ենք, ստանդարտները մենք բարձրացնում ենք, համապատասխանացնում ենք, կստացվի, չի ստացվի, չի ստացվի։ Ռուսական կողմից ասում է ստանդարտների մասին չի խոսքը, այլ եվրոպական կողմը փորձում է Հայաստանի անվտանգային ռուսական համակարգից ուղղակի Դուք խառնում եք, մենք հիմա խոսում ենք մեր իշխանության մասին, դուք ասում եք Ռուսաստանը ինչ ասում։ Ռուսաստանը գնահատում է եւ դա պարզ է։ Չէ, ես շատ լավ դա գիտեմ, դուք ճիշտ եք ասում։ Ռուսաստանը ասում է, որ նպատակը, հիմա հասկանաք, Եվրոմիության նպատակը որն է, եթե ինքը գիտակցում է, որ մոտակա տարիներին Հայաստանը չի դառնում Եվրոմիության անդամ։ Ինչ խնդիր է լուծում։ Աշխարհակական ո՞րն է այդ խնդիրը։ Ռուսաստանին դուրս մղել է ստերից։ Ռուսաստանն էլ պատասխանում է, որ Եվրոմիությունը խնդիր է լուծում Հայաստանը փոկել հապկից, ԵԱՍ-ից եւ այլ կառույցներից։ Ոնց որ Ուկրաինան, ոնց որ Մոլդովան։ Ինչ ունի։ Եվրոմիությունը սովետի փլուզումից հետո այդ խնդիրը ուներ։ Ամերիկան ուներ, Թուրքիան ուներ, բոլորը ունեին։
Երբ որ սովետական միությունը փլուզվեց, բոլորը փորձում են վերցնել լիդերությունը տարածաշրջանում։ Դա բնական ընթացք է։ Հայաստան որպես գործիք է ծառայում այս բաների։ Բոլոր պետությունները գործիք են, սկսած Ամերիկայից։ Պարոն Հարությունյան, անդրադառնանք ձեր գործողություններին, հա։ Ճիշտ է օգտագործում ստեղծված օգուտ է։ Անդրադառնանք ձեր գործողություններին Գորիս-Կապան ճանապարհահատվածը որևէ առանձին հուշագրով է տրվել, ձեր ստորագրությունը կա այդտեղ, ձեզ մեղադրանքներ են այդ մասով հնչեցնում, նաև խորհրդարանի ամբիոնից են այդպիսի հայտարարություններ հնչել, որ առանձին հուշագիր է եղել, որով հանձնվել է Գորիս-Կապան ճանապարհահատվածը։ Ինչ կարող եք այս առումով ասել։ Ուրեմն ասում եմ, հուշագիր է եղել եւ ոչ թե հանձնելը, այլ ապահովել մեր տեղաշարժը եւ այդ հուշագիրը այդպես էլ անվանում է ապահովել անխոչնդոտ տեղաշարժ, որտեղ եթե դուք պատկերացնեք այդ ճանապարհը, դա 21 կիլոմետր է, որը ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ադրբեջանը գալիս նստում է հայ-ադրբեջանական սահմանին եւ այդ հատվածում 21 կիլոմետր ճանապարհի 11-ը գնում Ադրբեջանի տարածքով։ Այդ հուշագիրը, որը ես ստորագրել եմ, թույլ է տվել մեզ 1.5 տարի օգտագործել այդ ճանապարհը իրանց տարածքով։ Ռուս սահմանապազորքերի։ Նաև ամրագրել է, որ իրանց վերահսկողությունն է, չէ՞, հաստատվում։ Չէ։ Դուք պատկերացիք ինչ եմ ասում։ Ճանապարհ կա 21 կիլոմետր, Գորիս Դավիթբեկ։ 21 կիլոմետր, 11-ը իրանց տարածքով անցնում։ Մյուսը մեր տարածքով։ Եթե իրանք գալիս են, ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, իրանք փակում են այդ ճանապարհը 11 կիլոմետր իրանց հսկողությամբ։ Մենք չենք կարող գնալ։ Այլ ճանապարհ մենք չունենք։ Դրա համար ես ստիպված եմ դիմել Շոյգուին, Շոյգուն զանգարել է, ասում եմ, ձեզ գաղտնիք եմ բացում, իրան էլ հարց տվեք։ Ինքը գիշերով զորք է ուղարկում, գիշերով։ Իրանք տարավոտը գային նստեին։ Ոնց որ եկել են Մեղրիից մինչև վերջ, գալիս սահմանին նստում են, շփման գիծ են ձևավորում, ես էլ պետք է հասկանալ։ Ոչ թե սահմանազատում կամ բան, շփման գիծ։ Մենք այդտեղ զորքը դուրս ենք բերել, իրանք գալիս նստում են։ Շոյգուն ուղարկում է տեխնիկան Գյումրիից, իրանք գալիս կանգնում են, ինքը զանգարում է Գասանովին ու ասում է չմոտենաս այդ սահմանին։ Մինչև մենք չկարգավորենք սա։ Ու իրանք կանգնում են։ Ու իմիջայլոց դա միակ տարածքն է այդ 21 կիլոմետր, որ ադրբեջանցիները չեն եկել, չեն նստել սահմանին մեր։ Ու մենք 1.5 տարի օգտագործել ենք, մինչև այն ճանապարհը Թաթևից հարկել ենք։ Դրանից հետո 1.5 տարի օգտագործել եք։ Հա։ Որովհետև ինչ ադրբեջանցիները փակեցին, դուք այդ ժամանակվանից ի վեր կոնկրետ Գորիսից գնալու համար այլևս չենք կարող Դավիթբեկով գնալ այդ ճանապարհով։ Դուք ինչ լսում եք, ես ինչ եմ ասում։ 1.5 տարի մենք այդտեղ աշխատել ենք, գործել է դա։ Սահմանապահ ռուսները, գիտեք ոնց են, գալիս էին Էյվազլու գյուղը, իրանք կանգնած էին։ Մեր մեքենաները գալիս են, իրանք վերցնում են, օդ Ադրբեջանի տարածքով անցկացնում էին դեպի Դավիթբեկ։ Հասկանում եք։ Դեպի մի հատ քարտեզին նայեք, մի անգամից իսկ այն ինչ որ ասում եք մեղադրանք։ Չէ, վերևից նայեք, քարտեզով նայեք կհասկանաք, որ այդ փաստաթուղթը էս ավարտը։ Ուրեմն ես դա ստորագրել եմ։ Հուշագիրը, հա, ինքը գործել է, ինքը ինչ չի։ Հուշագիրը ինքը գործել է, իր նպատակը կատարել է։ Ավելին ասեմ, սրա մասին, երբ որ մեղադրանք հնչում, գաղտնի, չգիտեմ ինչ, սրա մասին վերցրեք 17-ին ստորագրվել է, դեկտեմբերի 20-ին զինուժով ես սա ամբողջը բացում եմ։ Եվ դրանից հետո ասել գաղտնի է, ճանապարհ են տվել, թող ասին ճանապարհի որ հատվածն է տված։ Բա մի տարի ու կես մենք ոնց են գնում։ Հասկանում եք, то есть սա մի հատ փաստ է, որտեղ որ լավ արած գործը ի օգուտ Հայաստանի։ Բայց ոնց որոշվեց, որ պիտի տանք։ Ինչը տանք։ Ասում եք շփման գիծ էր ձևավորվում եւ ոնց որոշվեց, որ պիտի տրվի։ Այն հատվածը, որը մենք այդքան տարի օգտագործել ենք, մերն է եղել, որևէ կասկած չի եղել այդ առումով։ Դուք գիտեք, որ մենք պատերազմում պարտվել ենք։ Քելբաջար, որ իրանք ընդհանրապես մի միլիմետր չեն մտել, այդ փաստաթղթերով մենք հանձնում ենք եւ սկզբունքը պիտի իմանանք։ Ընդհանրապես հայ Ղարաբաղյան այդ հարցի լուծումը միշտ եղել է հետեւյալ։ Մենք տարածքները տալիս ենք Ղարաբաղի շուրջ, դրա մասին խոսել է Քոչարյանը, Կարոլով հետ, որ մենք ասում ենք տարածքները մենք չենք պահելու, մենք հետ ենք տալու։ Դրա մասին խոսել է Սերժ Սարգսյանը, որ այդ տարածքները ինչ որ իրանց տարածքն են, ազատագրված մեր կողմից 7 վերադարձնում ենք, ստանում ենք Ղարաբաղի կարգավիճակ։
Մենք աղդամը տվել ենք, որտեղ իրանք չեն մտել, որտեղ սկզբում եղել է, որ հայկական զորքերը դուրս են գալիս բոլոր 7 շրջանից, Լաչինը մենք տալիս ենք ռուսներին, իսկ Ղարաբաղում զորքերը մնում են այնտեղ, որտեղ կային։ Իսկ նավ մեղադրումը, ով ինձ կարա մեղադրի, մի հատ նայեք ով է ինձ մեղադրում, իրանց կենսագրությունը, իրանց կրթությունը, ու իրանց մեղադրանք, իրանց ասեք թող քարտեզը մի հատ են, շնորհակալություն։ Բայց դուք այն ժամանակ հարց չէիք բարձրացնում առանց սահմանազատման, այդպես հստակորեն իրանք գալիս էին ինչ-որ GPS-ով քարտեզ էին ցույց տալիս, ասում էին GPS-ը ցույց է տալիս, այս կետում մենք պետքա կանգնենք ու մենք պետքա կանգնենք ու այդպես բազմաթիվ տարածքներ մեր օգտին չէ։ Հասկանալի է, սահմանազատում չէր եղել, դուք այդ պահին նկատի ունեմ հաց բարձրացնում էիք, սա ճիշտ լուծում չի գուցե կամ։ Նորից եմ ասում, նորից եմ ձեզ ասում, մինչև իմ գալը գնացել է գործընթաց շփման գծի ձևավորում, մեղրից մինչև վերջ։ Դուս ենք եկել այնտեղից, իրանք են եկել նստել են մեղրի սահմանին, չէ՞։ Հիմա ինչ պիտի լինի։ Մենք զորքերը բերում կանգնեցնում ենք այդ սովետական նախկին սահմանը։ Իրանք էլ գնում կանգնում են դիմացը, հասկանում եք։ Սա է գործընթացը, թե մենք չգնայինք կանգնեինք այնտեղ։ Դրա համար էստի համատեղ ռուսների բանի տակ վերահսկողության որպես միջնորդ գալիս ենք ձևավորում ենք շփման գիծ, սա բան չի, սահմանազատում չի, շփման գիծ, մեղրից sense գալիս ենք, այստեղ իրանք են կանգնում, այստեղ մենք ենք կանգնում, շփման գիծ է ձևավորում, խաղաղության պայմանագիր է ստորագրված, խաղապաններն են։ Մի ամբողջ գլխավոր շտաբ ստորագրություններով փաստում էր, որ Նիկոլ Փաշինյանը անվտանգության համար մարտահրավեր է։ Ինչպես այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ ճանապարհ դուք անցաք։ Ինչու այդ ժամանակ չէիք խոսում մարտահրավերների վերաբերյալ, ինչու չէիք խոսում այն զիջումների վերաբերյալ, որը արվում էր։ Ինչու շատ ուղիղ չէիք ասում։ Նույնիսկ այդ հուշագրի վերաբերյալ, եթե այդքան կներեք, հա, ժողովրդի խոսքով ասած, եթե դուք այդքան այդ հարցում մաքուր էիք, ինչու չէիք այդ ժամանակահատվածում խոսում։ Ես մի քիչ առաջ ասես դուք չեք լսում ինձ, որ ամսի 17-ին ստորագրվել է, դեկտեմբերի 20-ին վերցրեք հիմա գնացեք, եթե չէ ես ձեզ կողարկեմ, անի կտամ կողարկեմ։ Դեկտեմբերի 20-ին ես ամբողջը սրա մասին խոսել եմ, որ ասել եմ, որ Ադրբեջանը չի գալիս նստում մեր սահմանին, իրանց զորքը կանգնում է հեռու, իրանց սահմանապահ զորքերը չեն գալիս կանգնում իրանց սահմանին։ Ռուսները վերցնում են այդ հսկողության տակ ու մենք օգտագործում ենք, հասկանում եք։ Իսկ ինչ որ վերաբերում է, հիմա նայեք, ես 90 թվին ծառայում եմ բարձր պաշտոնում Լենինգրադում։ Ինձ հրավիրում են ու ասում են սպա եմ ես, չէ՞։ Ինձ հրավիրում են, ասում են դու պիտի բանակը վերցնես ղեկավարումը քո վրա։ Ես ինչ պիտի անեի, չգայի։ Դուք որպես ասեք, ես սպա երթում եմ տվել, որ պիտի պետությանը ծառայեմ։ Ինձ առաջարկում են գալ այս խաոս վիճակի մեջ 90 թիվ։ Եկել եմ 99 թվին։ Վազգեն Սարգսյանը ինձ նորից ես Մոսկվայում ծառայում եմ գլխավոր հրամանատարության։ Ասում է, արի դու պիտի ղեկավարես բանակը։ Բառացի ասում եմ ձեզ, ինքը ասում է, այլևս իմ գիտելիքները բավարար չի, որ ես այս ժամանակակից բանակը, ժամանակակից իրավիճակում ղեկավարեմ, դու պիտի ղեկավարես, կադրովի սպա։ Չգայի։ Նիկոլ Փաշինյանը այդ վիճակում, երբ որ պատերազմը ակնհայտ մոտենում է, ինձ առաջարկում է, քանի որ դուք փորձ ունեք բան ղեկավարեք, ես պիտի հրաժարվեի։ Հա? Մոռացեք, Փաշինյանին մոռացեք։ Ես եմ մենք Վազգեն Սարգսյաններ չունենք, ու այդ ամբողջ այդ լավ գալիս են այդտեղ Հիմա համեմատել Վազգեն Սարգսյանի ես ուրիշ միտք եմ տանում։ Ես երթում եմ տվել պետությունը հայրենիքը պաշտպանել, ոչ թե Փաշինյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, հասկանում եք, դուք պիտի հասկանաք։ Հիմա բանակից ով պիտի բոլորը դուրս գան, իշխանափոխություն լինի։ Պիտի դուրս գան բանակից։ Այն մասնագետները, որոնք ծառայում են, երթում են տվել հայրենիքին։ Իրանք չեն ծառայում որևէ ես ոչ մի ԿՊ-ի անդամ չեմ եղել, ոչ ՀՀՇ-ի, ոչ էլ հանրապետականի։ Դուք պիտի դա հասկանաք, հասկանաք, որ սպան դա ուրիշ կատեգորիա է։ Ու ինքը ես եթե դուք մտածում եք ես մեծ հաճույքով եմ համաձայնվել, լինելով բանակի ղեկավար մի քանի անգամ, ու այս վիճակով պարտությունից հետո, երբ որ բանակը մարտունակ չի եղել, ես որ բաներ կա, որ չեմ կարող ասել, որպեսզի չվնասեմ մեր պետությանը, մեր ժողովրդին։ Շատ բաներ չեմ ասում։ Իսկ ես այդ թվերով բերեմ, դուք կզարմանաք, թե ոնց եմ ես համաձայնվել։ Եղավ։